մեր երկիրը, չգիտեմ, մեծ արավիրքի ենթարկվեց հոկտեմբերի 27-ին, այդ խումբը տերորիստների գլխատեց Միասնություն դաշինքը, նրա ղեկավարներին ժողովրդի կողմից հարաբերականորեն ազատ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունը ըստ էության կատարվեց իշխանազավթում, որոշ ժամանակ անց հետո ռեալ իշխանությունը անցավ բոլորովին այլ ուժերի եւ մարդկանց ձեռքը եւ այդպես էլ շարունակվեց։ Ծանր հարված էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, հզորագույն քաղաքական գործիչներ ասպարեզից հեռացվեցին։ Հասկանա։ Հոկտեմբերի 27-ը իշխանությունները նշում են, որ բացահայտված է, դրան զուգահեռ քիչ առաջ Անդրանիկ Քոչարյանը, Սասուն Միքայելյանը նշում էին, որ բացահայտված չէ, ձեզ համար։ Ես չեմ լսել որևէ բան, որ բացահայտված է կամ բացահայտված չէ։ Ես իմ բոլոր ասուլիսներում, բոլոր հրապարակային բնդումներում ասել եմ, որ ինչ կա քրեական գործի նյութերի մեջ է, որևէ տող, որևէ էջ, որևէ տեղեկատվություն այդ նյութերից չի բացակայում, մնում է կարողանան ծանոթանալ, հասկանալ եւ եզրակացություններ անել։ Ինչ վերաբերում է բացահայտված չէ, հիմա նախաքննություն է ընթանում, հետեւաբար կարճված մասով նախաքննությունը վերսկսված է, հետեւաբար ուրեմն բացահայտման կարիք կա, որ նախաքննությունը տեղի ունենա։ Այսքան ասեմ։ Տարածքային վկաները, որոնք օրինակ երկրում չեն։ Դե ես չեմ կարծում հիմա որևէ վկայի երկիր բերելը պրոբլեմատիկ է։ Որևէ էսեն թվերը չեն, այն տարիները չեն, եւ հիմա Փառք Աստծո իշխանության բոլոր օղակները, այսպես ասեմ, շահագրգիռ են, խոչընդոտող մարմիններ չկան, անձիկ չկան, հուսանք, որ ամեն ինչ կբացահայտվի։ Այդ դեպքում ինչու, եթե խոչընդոտ չկա եւ շահագրգիռ են, ինչու մինչեւ այսօր 7 տարի իշխանության են չեն բերում։ Ես չեմ կարող ասել նախաքննություն է գնում, ես հիմա նախաքննության տակտիկայի վերաբերյալ որևէ բան չեմ ասի, որովհետեւ կարող է ընկալվել կամ ուղղորդում, կամ չգիտեմ ինչ, դրա համար որևէ բան չեմ ասի։ Հուսանք նախաքննությունը ընթանում է եւ ես ասեցի պայմանները նպաստավոր են բացահայտման համար եւ արդյունքներ կունենանք։ Մերսի երեխեք։